Հասարակական կազմակերպությունների կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «Կանանց դերը և նրանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացում» թեմայով։ Ծրագիրը ՀԿ կենտրոնը իրականացում է Լոռու և Տավուշի մարզերում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, որին մասնակցում են շուրջ 30 կին ակտիվիստներ։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2012 թվականի սեպտեմբերին, որի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ սեմինար հանդիպումներ, քննարկումներ, ռազմավարության մշակում և այլն, այսինքն այն ամենը, ինչի շնորհիվ կկարևորվի կնոջ դերը որոշումների կայացման գործընթացում։ Ծրագրի շրջանակներում բացի սեմինար հանդիպումից նկարահանվել է նաև ֆիլմ, որի միջոցով փորձել են ազդել հասարակության մտածելակերպի վրա, որով փորձում ենք վերացնել այն ստիգման, որով մտածում են մարդիկ, որ կանանց տեղը խոհանոցն է, տունն է եւ այն կանայք, որոնք ընդգրկված են որոշումների կայացման ոլորտում, նրանք քիչ թե շատ վատ են իրականացնում իրենց դերը, իրենց մոր դերը, իրենց կնոջ դերը, իրենց քրոջ կամ տատիկ դերերը։ Եվ այդ ֆիլմի միջոցով մենք փորձում ենք ցույց տալ, որ այն կանայք, որոնք ներկայումս գտնվում են որոշումների կայացման ոլորտում, բայց շատ չավուրին իրականացնում են իրենց բոլոր սոցիալական դերերը։ Այսօրվա դասընթացի հիմնական նպատակը քաղաքացիական առաջնորդ կանանց համար ցանցի ստեղծման ռազմավարական պլանի մշակման գործընթացն է։ Ցանցը դեռևս ձևավորման փուլում է, որը երկու մարզերի կանանց հնարավորություն կտա համախմբվելու, մեկտեղելու ուժերը, իրենց կարողությունները, իրենց առաջնորդության հմտությունները, որպեսզի կարողանան հավասար կերպով մասնակցել որոշումների կայացման գործընթացին, քաղաքական որոշումների կայացման գործընթացում, թե տեղական, թե ազգային ոլորտներում եւ որպես ավականու ներկայացուցիչներ եւ կրթական առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Կնոջ դերը որոշումների կայացման գործընթացում կարևորում են նաև սեմինարի մասնակից կանայք, նշելով, որ կինը ունակ է լինել եւ լավ քաղաքական գործիչ եւ մայր եւ քույր եւ կին։ Կինը արարում է, ստեղծում է, նա ունակ է շատ դժվարություններ տանելու, շատ հաղթահարելու եւ կինը ընդհանրապես ավելի նպատակամետ է։ Նա հասնում է իր որքան դժվարություններ, այնքան նա ձգտում է այդ դժվարությունները կարողանալ շրջանցել եւ հասնել բարգավաճման։ Եվ այսօր մեր ազգային ժողովում են աստիճանաբար ավելանում մեր կանանց պատգամավոր լինելը, ավականու անդամներում կուզեի դրա համար ուրիշ բան ասել, բայց ես կոնկրետ 2 անգամ ընտրվել եմ Դիլիջանի ավականու անդամ, այսինքն անցել եմ այդ этаպը ու նորից եմ կարևորում, որ որքան շատ լինեն մեր ղեկավարման պոստերում կանայք, այնքան պետությունը կշահի։ Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին ցանցի ձևավորման ռազմավարական պլանը, հեռանկարները, հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են ցանցի զարգացմանը, ինչպես նաև վերհանեցին կատարվելի գործողությունների հետագա պլանը, որով կառաջնորդվի ցանցը։ Ցանցի առաջնորդությամբ եւ թիմային աշխատանքի միջոցով հնարավոր կլինի Հայաստանի կանանց դերը տարիների ընթացքում փոխել եւ նրանց դարձնել որոշումների կայացման հավասար անդամ։ Մարինա Անդրեասյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։